Բարելույս Քրիստոսով իմ թանկագին եղբայրներ ու քույրեր, այս առավոտ ձեզ երկու ոգևորիչ իրական պատմություններ եմ պատմելու, թե ինչպես է մայրական աղոթքը օգնում հատկապես պատերազմի ժամանակ։ Ինչպես գիտեք, այսօր Սրբազան Հայաստան նախաձեռնության առաջարկած միասնական աղոթքի 3-րդ օրն է ու այս պատմությունները պատմում եմ այն հույսով, որ դուք նույնպես քաջալերվեք ու ձեր հավատքը Քրիստոսի նկատմամբ ավելանա, աճի, որ իմանաք, թե ինչ հավատքով պետք է աղոթել մեր անձերի ապաշխարության համար, մեր փոփոխության համար, մեր հայրենիքի, զինվորների, պետության, եկեղեցու ու մեր բոլոր առաջնորդների համար, որպեսզի բոլորս աճենք Քրիստոսի մեջ։ Հիշեք, ծնողները պետք է ամեն օր աղոթեն իրենց զավակների համար, եւ լավ օրերին, եւ նեղ օրերին, այլ ոչ թե միայն նեղ օրերին։ Ուրեմն մի հոգի գրել է, ասում է, հոր եղբայրս հայրենական պատերազմից էր պատմում, Կուրսկի տակ էր հետևյալ պատմությունը ու գրոհի ժամանակ հանկարծ մոր ձայնն է լսում հետևից, խորեն կանչում է մայրը, այդ ձայնի վրա շուռ է գալիս ու այդ պահին փամփուշտը անցնում է ականջի միջով, որ ձայնի վրա շուռ չգար, այդ փամփուշտը մտնելու էր գլուխը ու այդ մարդու մոր աղոթքները կանխում են այդ մարդուն վերահաս փորձությունից, վերահաս աղետից։ Ահա ևս մի քաջալերական ու մխիթարական պատմություն մայրական աղոթքի զորության մասին։ Մի հոգի գրում է, ասում է, պատմում է 1992 թվականի պատերազմի ժամանակ քրոջս որդին գլխից վիրավոր գերի է ընկնում անգիտակից եւ արնակամ։ Թե ինչքան է մնում այդ զնդանում ինքն էլ չգիտի։ Մի օր աչքերը բաց տեսնում է իր մայրիկին, որը թեքված վիրավոր որդու վրա ասում է. «Զավակս, գիշերվա կեսին աղոթիր Տիրոջը ու կփրկվես»։ Այս մարդն ասում է, մորս այնքան իրական տեսա, որ կանգնեցի ու մայրիկ կանչեցի, ու նամակ գրողն ասում է, եւ մեր տղան Աստուծո կամոք ամիսներ անցած տուն հասավ։ Աստծուն խնդրենք աղոթքով ու հոգով։ Սիրելի քույրեր ու եղբայրներ, ուշադրություն դարձրեցիք, որ ասել էր գիշերը աղոթի։ Աստվածաշնչում նույնպես կան այդպիսի մի քանի դեպքեր, որ Տերը ցույց է տալիս գիշերվա աղոթքի զորությունը։ Օրինակ մենք տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսը գնում էր առանձնանում էր եւ ամբողջ գիշերը աղոթում էր։ Դավիթն ասում է առավոտ մինչև լույսը բացված աղոթեցի քեզ Տեր։ Եվ այդպես էլի օրինակներ կան։ Մի անգամ մեր եկեղեցի մի հոգևորական էր եկել եւ ինքը պատմում էր աղոթքի մասին եւ ասեց այդ 3 ասպեկտների մասին էր պատմում աղոթքի եւ դրանցից մեկն ասում էր, եթե կարող եք ելեք եւ գիշերը աղոթեք։ Որովհետեւ Աստված տեսնում է, երբ որ դու մի սխրանք ես կատարում, հա, ասենք քո քունը թողնում ես, քո հանգիստը թողնում ես ու ելնում ես գիշերվա ժամը 2-ին, ժամը 3-ին աղոթում ես, Աստված այդ իզուր չի անցնելու։ Հիշում եք, մի անգամ Տեր Հիսուսն ասեց, որ ինչ-որ մեկին մի բաժակ սառը ջուր տակ, հենց նրա համար, որ ինքը Քրիստոսին է պատկանում, դա չի մոռացվելու։ Մեկին մի հատ հաց եք տվել, դա չի մոռացվելու։ Նույնպես էլ Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից իր հետևորդներից պահանջեց երկու բան իրեն հետևելու համար, ընդամենը երկու բան, խնդրում եմ լավ հիշեք։ Առաջին՝ ուրանալ սեփական անձը եւ երկրորդ՝ վերցնել քո խաչը ու գնալ Տիրոջ հետևից։ Երբ որ դու գիշերը ուրանասեփական անձը ինչ է նշանակում, ուրանալ կոմֆորտը քո նկատմամբ։ Երբ որ դու գիշերը թողնում ես քո հանգիստ քունը եւ ելնում ես աղոթում ես, դա շատ է գնահատվում եւ դրա համար բոլոր առաքելահաստատ եկեղեցիները ունեն գիշերային ժամերգություն, որ առավոտ շուտ լույսը չբացված ելնում են աղոթում են կամ գիշերվա կեսին են ելնում աղոթում։ Դա շատ կարեւոր բան է։ Դե լավ ժողովուրդ ջան, ես այս պատմությունները ուզեցի առավոտ շուտ ձեզ պատմել, որպեսզի դուք քաջալերվեք Քրիստոսի մեջ, ձեր հավատքը ամրանա։ Աստվածաշունչ կարդացեք, ամեն օր կարդացեք, ամեն Կիրակի պատարագի գնացեք, նայեք ձեր սրտերին, ձեր մեղքերին, հրաժարվեք ձեր մեղքերից, խոստովանեք ձեր մեղքերը, գնացեք մի լավ քահանայի մոտ, ասեք Տեր հայր ուզում եմ գամ անհատական խոստովանության, անհատական առանձին, ու որ գնաք խոստովանության մի հանկարծ արդարացրեք ձեզ, թե սենց արեցի, որովհետև սենց, այլ պարզապես զղջացեք, ամաչեք դրա համար եւ այդ ամեն ինչը կգնահատվի Տիրոջ կողմից։ Երիտասարդներ ջան, դուք էլ ձեր հակու կապին ուշադրություն դարձրեք, օրերը տաքացել են, շոկ հա, ու ես տեսնում եմ, որ աղաքին աղջիկներ շատ անպատշաճ ձևով են հագնվում, ես տեսնում եմ դա մամուլում հերթատեսությամբ, պետք չի որ այդպեսի բան լինի։ Զգուշ եղեք ձեր հագուստի նկատմամբ, լավ օրինակ եղեք ուրիշների նկատմամբ եւ զգուշ եղեք, որ ոչ մեկին չգայթակղեք։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, շատ աղոթեք, սաղմոս շատ կարդացեք, գոնե օրական մի հատ սաղմոս կարդացեք։ Աստված օգնական բարի օր ու կշարունակենք այսօր աղոթքի ժամանակ։